Որպեսզի ձեզ մոտ ձևավորվի թեմայի լիարժեք ու ճիշտ ընկալում, առաջարկում ենք դիտել բուրգերը կառուցելու պատճառների մասին տեսաշարքի առաջին մասը։ Մենք սովոր ենք կարծել, թե ամենամեծ բուրգերը գտնվում են Եգիպտոսում և Մեքսիկայում, սակայն հետաքրքրասերների հետազոտությունները Google Earth ծրագրով հայտնաբերել են բազմաթիվ անհայտ բուրգեր։ Վերջին տասնամյակների ընթացքում բուրգեր են հայտնաբերվել Չինաստանում, Ռուսաստանում, Յուգոսլավիայում, Ֆրանսիայում, Մարոկկոյում և այլ երկրներում։ Չինաստանի խոշոր քաղաք Սիանի մոտ, գյուղատնտեսական դաշտերի հենց կենտրոնում, հայտնաբերվել են հին բուրգեր։ Երկար ժամանակ եվրոպացիները տեղյակ չէին այդ բուրգերի գոյության մասին։ Միայն 1997 թվականին գերմանացի հնագետ Հարթվիգ Հաուսդորֆին հաջողվեց ստանալ իշխանությունների համաձայնությունը ուսումնասիրելու այդ խորհրդավոր կառույցները։ Սակայն Չինաստանի իշխանություններն արգելեցին պեղումներ կատարել հայտարարելով, որ այդ խորհրդավոր կառույցների ուսումնասիրությունը ապագա սերունդների գործն է։ Ռուսաստանի հյուսիսային հատվածում գտնվող Կոլայի թերակղզում վաղուց իրականացվում են բուրգերի հնագիտական պեղումներ, որոնք առնվազն 2 անգամ ավելի հին են, քան եգիպտականները, և մինչ օրս անհայտ է, թե ով է դրանք կառուցել։ Կոլայի թերակղզում հայտնաբերված զարմանալի կառույցն ու արհեստական եղանակով պատրաստված հսկայական քարե սալերը ուժեղ փաստարկ են այն մասին, որ այդ վայրերում գոյություն է ունեցել հնագույն քաղաքակրթություն։ Կոլայի թերակղզում հայտնաբերված աշխարհի ամենահին բուրգերը հաստատում են լեգենդար Հիպերբորեայի գոյությունը հենց այնտեղ։ Ներկայումս երկրի վրա պաշտոնապես գրանցված է 409 բուրգ։ Միայն Եգիպտոսի տարածքում մոտ 100 բուրգ է։ Նոր բուրգեր հայտնաբերվում են ոչ միայն ցամաքում, այլ նաև օվկիանոսների հատակին։ Բուրգեր հայտնաբերվել են նաև արեգակնային համակարգի մոլորակների և արբանյակների վրա։ Մարսի, Լուսնի, Ֆոբոսի, ցերերայի վրա հին բուրգերի հայտնաբերումից հետո ուսումնասիրությունների մասշտաբները զգալիորեն ընդլայնվել են, փաստորեն, Երկիր մոլորակից մինչև արեգակնային համակարգ։ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներն ունեն բուրգերի համալիրներ։ Երկրի բոլոր բուրգերն անմիջականորեն կապված են կառավարման ու վերահսկման համակարգերի հետ։ Բուրգերը ներառված են երկրի կառավարման համակարգի կառուցվածքային համալիրների մեջ, հավասարապես այնպիսի օբյեկտների հետ, ինչպիսիք են վերահսկման համակարգերը, կապի համակարգերը, էներգամատակարարման համակարգերն ու կառավարման համալիրները։ Բուրգերը ստեղծում են որոշակի հաճախականությունների տիրույթներ, զավթած կառավարման համակարգի հաջող աշխատանքի համար։ Ընդհանուր առմամբ բուրգերի թիվը գերազանցում է 48,000-ը, դրանց մեծ մասը ստորգետնյա է։ Բուրգերի կառուցումը վկայում է շինարարական տեխնոլոգիաների մասին, որոնք մեզ համար մնում են բոլորովին անհասկանալի։ Բուրգն արհեստական լեռ է, մոտ 6,5 միլիոն տոննա զանգվածով։ Մինչև 100 տոննա քաշ ունեցող քարե բլոկները իրար են միացված այնպիսի ճշգրտությամբ, որ դրանց միջև նույնիսկ դանակիսայր չի անցնում։ Գիտական տեսությունների մեծ մասը, որոնք առաջարկում են իրենց տարբերակներն ու կառուցման տեխնոլոգիաները, մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում քննադատության չեն դիմանում։ Կան եգիպտական որմնանկարներ, որոնց վրա պատկերված են մարդիկ, որոնք փայտե գերանի վրա կրում են բուրգի 2 բլոկ։
Եթե համեմատենք այդ բլոկների չափերը, ապա այդ մարդիկ պետք է լինեին հսկաներ, ժամանակակից մարդու հասակից մոտ 4-ից 5 անգամ բարձր։ Եվ նույնիսկ այդ դեպքում դժվար թե նրանք կարողանային կրել այդպիսի ահռելի ծանրություն։ Բուրգերի կառուցման ընթացքում օգտագործվել է ֆիզիկական չափման մի համակարգ, որը մնաց գաղտնի։ Փոխարինումը հիմա գոյություն ունեցող չափման համակարգին չի տալիս որևէ պատկերացում բուրգերի իմաստի ու նշանակության մասին։ Որոշ հաստատուն արժեքների հաշվարկների ճշգրտությունը հասնում է մինչև 124 տասնորդական նշանի։ Այդ ժամանակներում նման բան կարող էին անել միայն հիպերբորեացիներն ու էբր օկուպացիոն կառավարման համակարգի ներկայացուցիչները։ Ենթադրելով համատեղ ջանքերը, նրանք ունեին շատ կարևոր խնդիր՝ պահպանել երկիր մոլորակը։ Երբ 18,000 տարուց ավելի առաջ մեծարճ համաստեղությունից օկուպանտ էբր համակարգի նավատորմը գրավեց արեգակնային համակարգը, տեղի ունեցավ մոլորակային մասշտաբի աղետ, ու հենց դա դարձավ բուրգերի կառուցման գլխավոր պատճառը։ Այս ամբողջի ու այլնի մասին մենք պատմել ենք երկիր մոլորակի օկուպացիա տեսաշարքում, որոնք տեղադրված են նոր գիտելիքների մերալիքներում, YouTube-ում ու ձենում։ Բուրգերը կվարձե գեներատորներ են, որոնք արտադրում են խստորեն որոշված հաճախականություններ։ Դրանք արտադրվում են իրենց ծրագրային ապահովման համաձայն լրացնելու համար տարածական ոլորտները, կենդանի օրգանիզմների կառուցվածքները։ Դրանք ծրագրերի իրականացման համար յուրատեսակ տեղեկատվության հաղորդիչներ են։ Բուրգը, որն ունի կոնկրետ ձև, էներգետիկ տեսքով նման է մատրյոշկայի, բուրգը բուրգի ներսում։ Մեկ բուրգն ունի նյութական կառուցվածք, այսինքն տեսանելի է մեր աչքերի համար։ Մյուսը գտնվում է թաքնված բարձր հաճախականության վիճակում։ Մեր աչքերի համար այն տեսանելի չէ, բայց հենց դրա շնորհիվ են կատարվում նրա մեջ ամրագրված գործառույթները։ Տեսանելի բուրգը ծառայում է որպես պահվող կառուցվածքի ամրակետ, ռեպերային կապ։ Օրինակ Եգիպտոսի Քեոպսի բուրգը տեսանելի նյութական բուրգից բացի ունի ևս 3 աննյութական բուրգ տարբեր հաճախականությունների գոտիներում, որոնցից մեկն ունի ռադիացիոն հաճախականություններ։ Այս սխեմայում ցուցադրված է Քեոպսի բուրգերի իրական քանակը։ Նախևառաջ մենք տեսնում ենք նյութական բուրգը, նշված դեղին գույնով։ Նյութական բուրգի վերևում պատկերված է ռադիացիոն էներգետիկ կառուցվածք ունեցող բուրգի ուրվագիծը, կառավարման և վերահսկողության համար։ Այն նշված է վարդագույն գույնով։ Ու հենց սա է հիմնական բուրգը։ Այս բուրգում է ամրագրված այսպես կոչված փարաոնների անեծքը, ռադիացիոն հաճախականության գամմա ճառագայթումը։ Բուրգի բարձրությունը 362 մետր է, ինչը 32 մետրով ավելի բարձր է, քան Փարիզի Էյֆելյան աշտարակը։ Լողացող երկրաչափության բուրգը վերահսկողության սենսոր է երկրի և արևային համակարգի շարժման կառավարման համար։ Կողմնորոշող բուրգը հավաքում է տեղեկությունն ու փոխանցում այն արտաքին կապի բուրգին, նշված է կապույտ գույնով։ Ռեպերի ֆունկցիայից բացի Քեոպսի բուրգն այսօր էլ դեռևս կապի ֆունկցիա է իրականացնում։ Կապի բուրգը գտնվում է հենց նյութական բուրգի առանցքի վրա, նշված է կարմիր գույնով։ Քեոպսի բուրգի հիմնական նպատակը տարածության մեջ կողմնորոշումն է, երկրի հետագա շարժումը նշված ուղղությամբ ուղղորդելու համար։ Հետաքրքրական է, որ Քեոպսի բուրգի կողմերի մակերևույթները ներսընկած են։ Ի տարբերություն մյուս բուրգերի միայն Քեոպսի բուրգն ունի 8 կող, այլ ոչ 4։ Դրանց շինարարության մեթոդները ներառում են մեթոդներ, որոնք մինչ այժմ անծանոթ են երկրի շինարարներին։ Նոր գիտելիքներ ուսումնասիրողներին դեռ միայն մոտավոր է ծանոթ էներգիայի սինթեզի մեթոդը, հետագա նյութի սինթեզումով։ Հնարավոր է, որ սա եղել է ոչ թե մի մարդու ջանք, այլ նաև գերզարգացած մարդկանց աշխատանքի արդյունք, որոնք մեզ հայտնի են որպես հիպերբորեացիներ։ Համատեղ ջանքերով նրանք կարող էին մեկ վայրում կենտրոնացնել իրենց հնարավորություններն ու ժամանակում, ընդհանուր հավաքական մտքօգնությամբ ներգրավել անհրաժեշտ հաճախականությունների էներգիան, պլազմային բուրգի մոդել ստեղծելու համար։ Ընդ որում, այն կարող էր լինել փոքր չափերի ու այդ պլազմային ծավալային նախագիծը հասցնել իդեալական վիճակի։
Այնուհետև կատարել հաշվարկներ, հնարավոր է ներգրավելով երկրի կառավարման համակարգի էներգետիկ օբյեկտների հաշվարկային հնարավորությունները։ Այնուհետև այս բոլոր տվյալները մոդելի հետ միասին ներբեռնել նյութականացման սինթեզի ծրագրի մեջ հասանելի էներգիաներից բուրգ ստեղծելու համար։ Այդպիսի ծրագրում ներդրումների քանակը մատրյոշկա տեխնոլոգիայով կարելի է միայն պատկերացնել։ Կարծում եմ, բավականին շատ։ Եվ վերջին քայլը, նյութի սինթեզի գեներատորի կամ մի քանի գեներատորների ստեղծումը մեր մոլորակի էներգիաներից, հետո դրա մեջ բուրգի նյութականացման ծրագրի ներդրումը, ու միասին սպասում ենք պատրաստ օբյեկտին։ Կառուցման ժամանակը օրինակ Քեոպսի բուրգի կամ չինական մեծ պատի դեպքում կարող է կազմել մի քանի տասնյակ տարի։ Օբյեկտի ընդունման հանձնաժողովի անհրաժեշտություն չկար, քանի որ օբյեկտի վիզուալոգրաֆիկ մոդելը բերվում էր կատարելության, մինչև դրա նյութականացման գործընթացի մեկնարկը։ Հնարավոր է, որ կիրառվել են շինարարության համալիր մեթոդներ, ներառյալ էներգիայի սինթեզի մեթոդի օգտագործումը։ Ներկայումս երկրի կառավարման համակարգը գոյություն ունեցող բուրգերի մեծամասնության կարիքն արդեն չունի, սակայն դրանք դեռ օգտագործվում են տարբեր նպատակների համար, եւ այսպես կլինի դեռ բավական երկար ժամանակ։ Ի վերջո, դրանց գործառնական նշանակությունը կհասնի 0-ի։ Ավելի մանրամասն այս մասին կարող եք կարդալ «Իրականության վերակառուցում» մենագրությունում Ֆյոդոր Շկրուդնևի պաշտոնական կայքում։ Սպասում ենք ձեր հարցերին մեկնաբանություններում։